Բարև ձեզ եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը երգչուհի Ջուսն է։ Ողջույն Ջուս։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ տեսնում եմ քեզ, վստահ եմ միասին հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Իհարկե, ես շատ եմ սիրում հետաքրքիր հարցազրույց։ Ես պատկերացնում ուֆ։ Մեր հարցազրույցները միասին մշտապես սկանդալային են եղել, այս անգամ այլ տեսանկյունից եմ ուզում մոտենալ քեզ եւ բոլորովին այլ թեմաներ եմ ուզում շոշափենք միասին։ Նախ եթերից առաջ հարցազրույցը սկսելուց առաջ ես նկատեցի, որ դու նորություն ունես եւ շատ շուտով հեռուստադիտողները տեսնելու են բոլորովին այլ Ջուսի։ Այո։ Ես լսեցի երգդ, ուզում եմ մի փոքր բացես փակագծերը։ Հա, երգը լրիվ նոր Ջուս է, կարելի ասել այդպես, բարային, ռոմանտիկ նաեւ, ռոմանտիկ բարային, ակումբային կարելի եւ կոչվում է կրակներ միանգամից ասեմ եւ տեսահոլովակով կլինի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է նկարել եւ երգնել Ջորջ Բրենշեյքեր ինքն արել եւ մեր Հայկո ստուդիայում մենք sense ստեղծեցինք շատ հիասքանչ երգ եւ այդ երգը ինձ նվիրեցին կապանից մի շատ հետաքրքիր տղա Կարեն Հովան գրեց ինձ ասեց ես էլ չգիտեմ ով այն լիքը շատ մարդիկ են ինձ գրում գրեց ասեց ես հետաքրքիր երգ ունեմ ուզում եմ նվիրեմ ձեզ ինձ գրում են տենց ուղարկում են երգեր բայց շատ դեպքերում անհետաքրքիր երգեր են դրա համար ես մի քիչ լուրջ չվերաբերվեցի բայց հետո լսեցի չեք պատկերացնում շատ դուրս եկավ ես որոշեցի նկարել տեսահոլովակ դրա վրա աշխատեցինք եւ ստեղծվեց իրոք շատ հիանալի աշխատանք որը շուտով կլինի եթերում տեսահոլովակով Ջուս երկար ժամանակ է ստեղծագործություններով հանդես չես գալիս եթե չխոսենք վերջին դուետի մասին նախ ուզում եմ ասես թե ինչպես եղավ այդ կտրուկ փոփոխությունը ինչու որոշեցիր որ ներկայանաս բոլորովին այլ Ջուսի կերպարով իրականում դա գովելի է որովհետև շատ գեղեցիկ էր երգը վստահ եմ տեսահոլովակը եւս գեղեցիկ է լինելու բայց հետաքրքիր է թե ինչպես եղավ այդ փոփոխության ցանկությունը իրականում ամեն մի երգով ամեն տարի ես ունենում եմ մի տեսահոլովակ կամ երկու տեսահոլովակ ամեն երգով ես նորովի եմ ներկայանում օրինակ 23 թվականին դուրա տեսահոլովակով ես ներկայացա ռեփ ոճի մեջ TikTok-յան ոճ էր ավելի շատ ռեփ հումորային եւ այլն դե 24 թվականին Սերգ Աբրամովի հետ շատ լուրջ ռուսական sense հարուստ դուետ գեղեցիկ տեսահոլովակով հիմա ուրիշ ավելի կրկոտ ռոմանտիկ եւ sense բարային աշխատանք կլինի Ես չգիտես ինչու մտածում եմ որ այս երգով նաև դու ներկայանալու ես հարսանիքներին, որևէ խնջույքների, որովհետև գրավիչ էր։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ մենք միասին զրուցում էինք, հարսանիքների եւ կոմերցիոն միջոցառումների քեզ հրավիրելը ոչ հաճախ էր լինում։ Եվ դու չէիր էլ հետապնդում այդ ոճը, քանի որ դու անփոփոխ էիր կարծես թե դու ջուսն էիր ով երգում է իր ակումբներում ով ունի իր աշխարհը ով տարբերվում է բոլորից այս դեպքում պատրաստ ես որոշակի առումով փոխես ուղղությունը եւ ներկանաս ու ուրախացնես նաեւ արդեն կոմերցիոն միջոցառումներին ես շատ վաղուց արդեն երգում եմ եւ հարսանիքներում եւ կնունքներում ծնունդներում ռեստորաններում քանի որ մենք մեր շոու բիզնեսը որը Ես համարում եմ չկա, մենք չունենք շոու բիզնես, այն լավ շոու բիզնեսից։ Մենք ունենք ռեստորան եւ ակումբներ։ Քանի որ այդպես է, ես արդեն վաղուց եւ ռեստորաններում եմ երգում եւ ակումբներում, բայց ես սիրում եմ մեծ բեմ։ Ինձ համար ամենա մեծ հաճույքը, որը ես
սիրում եմ զգալ, դա մեծ բեմ է, դուրս գալ մեծ բեմ, ստադիոն, ինչքան մեծ է, այդքան լավ։ Այնտեղ ես ավելի շատ եմ բացվում, քան ակումբներում։ Ակումբում փոքր բեմ է, չես կարող լիովին բացվես եւ իսկ մեծ բեմերում դու կարող ես բենդով, պլյուս թիմով լավ, պարողներով, պլյուս սայն էֆեկտներով sense դուրս գաս եւ տրակացնես դահլիճը։ Իսկ ինչն եք ես խանգարում ունենալ նմանատիպ համերգներ ու տրակացնել։ Հիմա մենք չունենք այդպիսի համերգ։ Մենահամերգ, ոչ թե այն էլ մենահամերգ։ Մենահամերգի համար պետք է շատ գումար։ Ու այդ գումարը պետք է տա հովանավորը կամ քո ամուսինը, որ պետք է լինի հարուստ, որ այն էլ չունեմ, այն էլ չունեմ։ Մարդս կարող է գտնի մի օր։ Սպասում ենք։ Սպասում ենք։ Հովանավորին նույնպես։ Իհարկե, եթե ես ունենայի լավ հովանավոր, ես հիմա շատ աշխատանքներ ցույց կտայի, ավելի ակտիվ։ Ես միշտ եմ ակտիվ, բայց իմ հնարավորության մեջ։ Բայց եթե ես ունենայի, բնականաբար, եթե պրոդյուսերել ունենայի, ավելի պայծառ կլներ։ Շատ դեպքերում խոսեցիք գումարներից, ես հիշում եմ, որ երկի երգչուհիները շատ դեպքերում խոսելով տեսահոլովակների մասին, նշում են, որ դա որոշակի առումով ավելորդ գումարի վատնում է։ Սակայն դու կարծես թե սիրում ես տեսահոլովակներով եւս հանդես գալ։ Արդյոք համաձայն ես նրանց հետ, որ եթե երգը լավը լինի, պարտադիր չէ տեսահոլովակ ունենա։ Կարա այդպիսի բան լինի, եթե երգը լինի շատ հիթային կամ լինում է, որ շատ սենց պրիմիտիվ, ինչքան պրիմիտիվ, կարաս ֆոտոյով դնես YouTube-ում և նա դառնա մեծ հիթ, ինչքան պրիմիտիվ այդքան լավ։ Բայց իմ դեպքում ես սիրում եմ, եթե երգը շատ լավն է, դե պրիմիտիվ չի, բայց լավն է, որակը լավն է և կարա դառնա հիթ, ես անում եմ տեսահոլովակ, որ նա մնայուն գործ լինի, ոչ տես ֆոտոյով այդքան էլ չեմ սիրում, կարելի է ֆոտոյով դնել երգեր այդ ժամանակ, երբ որ դու ունենում ես շատ երգեր, շատ, որ շատ արագ ես հանում երգեր և մեկ տեսահոլովակ ես նկարանում մնացածը ֆոտոներով դնում ես ալբոմի մեջ ոնց որ։ Դա կարելի է, բայց տեսահոլովակը ուրիշ է։ Տեսահոլովակը երգի գովազդն է, տենց կարելի ասել։ Ջուս, քո երաժշտական ունակությունները, քո տեմբրը, քո ձայնային ելևէջները եւ այլն, ինչ վերաբերում է քո ձայնին, տարբերվող է։ Եվ որոշակի առումով վիրավորական չէ, երբ այսպես կողքից ենք նայում երգերին, երգիչներին, նրանց ունեցած առաջարկներին, գրավում է այսօր մարդկանց պրիմիտիվությունը։ Որոշակի առումով որպես երգչուհի, երբ այդ ամենին նայում եք կողքի աչքով, վիրավորական չէ, որ չասեմ չի գնահատվում բարձրորակը, բայց այսօր ավելի շատ գնահատվում է ցածրորակը։ Դա ավելի հիմա ոնց որ կարելի ասել TikTok-ի աշխարհ է, կարելի է այդպես ասել այդ ոլորտը։ Ինչքան կարճ, ինչքան հասարակ պրիմիտիվ, այդքան ինքը արագ կգնա առաջ։ Նույնն էլ հումորը, կարող է հումորային էլ լինի, հումորն էլ է շատ լավ գնում առաջ, կամ ինչ-որ անկապ բանը, ինչ-որ վազզվել է, էլ է գնում առաջ, չգիտեմ։ Ինչ է կատարվում, ես ուզում եմ հասկանալ ինչ է կատարվում մարդկանց հետ։ Վել է աշխարհը, ստուգում է ավելի արագացրել է, արագացավ ամեն ինչը, արագ է գնում ժամանակը, արագ պետք է կարճ, թեկուզ հիմա առաջ 3 րոպե 40-50 վայրկյան էր երգը, չէ։ Արդեն 3 րոպե։ Հիմա մի րոպե ու 50 վայրկյան կամ մի րոպե ու 20, մի րոպե, այդտենց երգեր են նկարում, այսինքն տեսահոլովակներ եւ երգեր են բաց թողում, համաշխարհային աստղերը, դա է ստանդարտը, արագ կարճ TikTok-ի ֆորմատ։ Ռեկ են ընկնում, ռեկ անում, բա ինչ, օրինակ, եթե վերցնենք, դե գիտեք, ես երգում եմ սենց
տարբեր ոճերի երգել, լավ վոկալով եւ այլն, բայց մի անգամ մենք ունեցել ենք ակումբում Rabis Party, որը բոլոր երգիչները պետք է ինչ-որ երկու Rabis երգ պատրաստեն։ Ես հիշեցի, որ ես ինչ-որ դուրս գալիս էր այդ երգը, հիմա էլ է դուրս գալի։ Պրիմիտիվ, շատ հումորային պրիմիտիվ երգ։ Ցիտիկ եմ ասում այդ երգը, բա որ ես էլ ցիտիկ դառնամ, ունեմ ծառին ծառտեմ դոշիտ, ինչքան ես, ասի, ես պետքա երգեմ։ Անսպասելի է իմ կողմից։ Ես վերցրեցի, ձայնագրվեցի եւ այլն, շատ լավ անցավ։ Թաթուլներ եւ բլեն եկել են այդ ժամանակ, այդ պարտի ժամանակ հյուր։ Այ, հենց տեսան ես։ Բա որ ես էլ ցիտիկ դառնա սկսեցի եկել ընկել են։ Վայ, ինչ ես անում։ Ու նկարեցինք պուջուրիկ, հոլովակ չէ։ Ինչ որ տենց ակումբում երգում եմ, ինչ որ reels պուջուր։ Միլիոն համարյա, միլիոն դիտում, այդ ցիտիկը։ Պրիմիտիվ չէ, ոչ մի բան չկա, դե բառերը ծիծաղելի։ Եվ ճիշտ որ պետք է արդեն ցիտիկ երգի։ Ու շատերը ասում են, այ նկարի, ու պատվերները, որ այդ ցիտիկի վրա գալիս է, բանկետները, որ այդ ցիտիկը ուզում են, որ իրականում աբարանցի դավոներ, չէ, երգում անկեր, կարող է աբարանցի դավոյից առաջել էին երգում, դա ես չգիտեմ, բայց նա էլ լսեց, ասեց, շատ լավ է, ասի, վերջ, եթե աբարանցի դավոն ասեց, շատ լավ է, ուրեմն իրոք լավ է ստացվել, ես դրան վերաբերում եմ որպես հումորային, չնայած շատերը ինձ ասում էին կոլեգաները, ոյ, ինչ քոնը չի, ոյ, դու երգչու ես, էդի ասում եմ երեխեք, սա հումոր է, ու հումորը գնաց դեպի միլիոն դիտ 900 քանի հազար դիտում։ Բերեց հրավերներ քեզ։ Հասկանում ես։ Իմ երգերը չունի միլիոն դիտում, որ սենց լավ վոկալով սենց թույն, ումա պետք է, բավարիս էլ ցիտիկ դառնամ, գնաց կար։ Եվ որոշակի առումով, որքան էլ որ հումոր եք դա անցալում, մտածելու տեղ չտվեց, որ միգուցե սկսեմ որոշակի ռաբիզ երաժշտություն կատարել, հա, ու շահես ես պարագայում, եւ դիտումներդ կլինեն շատ, եւ հրավերները կլինեն շատ։ Հրավերները մեկա շատ են, քանի որ ես իմ կերպարի մեջ եւ իմ երգերով լավ պարացնում եմ, այդ հաստատ։ Իմ ակումբային է, մեկա պարում են, բայց եթե ես անեմ ռաբիս, կոնկրետ լրջանամ եւ ռաբիս երաժշտություն, գնամ դրա մեջ, ինձ թվում է ես չեմ շահի, որտեվ դապտի արյան մեջ լինի։ Ինչքան ես պարապեմ տունը հա չոտքի ասած ռուսերեն, կես ռուսերեն եմ սկսել խոսել։ Կոնկրետ սիրուն ճիշտ անեմ ամեն ինչ, վոկալային մեկա ես չեմ շահի, որտեվ իմը չի։ Բայց հումորը կարելի է միքսել ռաբիզը եւ ակումբային ինչ-որ վոկալի հետ, ինչ-որ կամ ռաբիզ երգչի հետ։ Ես միշտ մտածում եի դրա մասին դեռվաղուց, միգուցե մի օր մեկ էլ տեսար մի բան կլինի։ Ես մտածում եի օպերանն էլ խառնեմ, ես սիրում եմ այդպիսի էքսպերիմենտներ ու կլինի ինձ թվում է։ Սպասենք։ Ջուս վերջին շրջանում համացանցում քննարկվում էր քո անկեղծ խոստովանությունը մայրիկի հիվանդության ժամանակ Ալեն Սիմոնյանին դիմելու հետ կապված, երբ դու դիմել էիր նրան որոշակի օգնություն խնդրելով, սակայն մերժում էիր ստացել, դա քննարկվեց համացանցում, մարդիկ սկսեցին քննարկել, քննադատել, գովել ձեզ, ոգևորել ձեզ, փոփել ձեզ եւ ճուշացավ նաեւ նրա պատասխանը։ Իրականում երբ խոսում էիք այդ մասին, արդյոք պատկերացնում էիք, որ նման արձագանքի է արժանանալու ձեր խոսքը եւ նման արձագանքի արժանանալու ասելով նկատի ունեմ համացանցում նման արձագանքի է արժանանալու եւ պատասխան եք ստանալու նաեւ Ալեն Սիմոնյանի կողմից։ Ես քանի որ ես իրեն լավ եմ ճանաչում, այն ժամանակ մենք ընկերներ էինք բոլորս,
երկիչներով եւ այլն, գիտեի որ կարար պատասխաներ, բայց դե մտածում էի, քանի որ ինքը արդեն ոնց որ ուրիշ ստատուսի մեջ է, չպետք է պատասխանի ինձ։ Քանի որ ես երգչուհի եմ ու օրինակ ես չգիտեմ, ես չէի պատասխանի, որտեղ դա մի քիչ ուրիշ վիճակ է, բայց դե որ պատասխանից դե ես էլ չշարունակեցի, որովհետև դա արդեն դառնալու էր ոնց որ ռուսները ասում են բազար վокзал, այդպես։ Այսքանով սահմանափակեցինք ամեն ինչը եւ վերջ։ Եղավ, վերջացավ։ Մերժեց։ Ոչ թե մերժեց, այլ չհոգնեց։ Ասեցի դա ես դրանով չեմ զբաղվում։ Այսքան բան։ Իսկ դու հավատում ես բումերանգի օրենքին։ Բնականաբար, հաստատ դա կա։ Վատ բան ես անում, նույն եռապատիկ ստանում ես։ Միշտ տենց է, լավ բան ես անում, եռապատիկ ստանում ես, դա ստուգված է, որովհետև էներգիաներ կապ ունեն, այսինքն ինչ էներգիա դու տալիս ես վատ կամ լավ, նույնը գալիս է քեզ։ Աշխարհը այդպես է կառուցված։ Դա հաստատ ճիշտ է։ Եվ սովորաբար դժվարությունների ժամանակ են մարդիկ հասկանում, թե ովքեր են իրական ընկերները, ովքեր են մարդիկ, ում հետ պետք է շարունակել ապրել, ովքեր են մարդիկ, որոնց պետք է օգնել։ Ինչ տվեց ձեր կյանքի այդ դժվար ընթացքը։ Ահա, ես հասկացա, որ ես ունեմ շատ ընկերներ այդ բարդ պահին, բայց օրինակ Ալեգրվայի մոտ, որ ես երգում էի, նա միշտ համերգը տենց էր սկսում, ասում է «Друг познается не в беде, друг познается в радости», բայց ես մտածում եմ ուրիշ ձև։ Ես մտածում եմ «Друг познается и в беде, и в радости», եւ լավ, եւ վատ պահերին, եթե տենում ես այդ մարդիկ քո կողքին են, ուրեմն իրանք իսկական լավ ընկերներ են, ու մարդը իրոք հարուստ է ընկերներով։ Այսինքն նույն էլ Պուգաչովան, որ երգում էր «Не имей 100 рублей, а имей 100 друзей», դա ճիշտ է։ Փող կարած չունենաս, բայց եթե դու ունենում ես ընկերներ, դու փող էլ կունենաս։ То есть ընկերները դա հարստությունն է մարդու։ Դա հաստատ ես դա զգացի այդ ծանր ժամանակահատվածի ժամանակ։ Այսինքն զգացի, որ բոլորը համակերպվեցին, հավաքեցին փողերը եւ որտեղ ես չունեի ոչ մի բան։ Մտածում եմ ոնց անե բանկ գնամ ես կոմ, շաբաթ օրեր ինչ բանկ, փագասաղ ու շատ արագ ամեն ինչ արեցին ու կողքս եղան ու ինձ հանեցին այդ դեպրեսիայից, որովհետեւ եթե իրանք կողքս չլինեին ու ես կմնայի տունը չաշխատեի, որտեղ երրորդ օրասին դուրս ես գալու գործասի չէ, մահվանից հետո արդեն։ Հա, ոնց կարելի է ես դու պետք է ու ճիշտ էր, որովհետև եթե ես մնայի տունը լավ չէր լինի։ Ես պետք է ոնց որ ընկերների հետ շփվեի ու տուն էին կանչում, արի մեր տուն, ամեն օր արի դու մեր տուն, արի մեր տուն, որ ես շփվեմ։ Ու դրա համար իրանք ինձ փրկեցին։ Եվ այդ ժամանակ երբ մենակ էիր մնում, երբ մտորում էիր, արդյոք գալիս էիր այն մտքին, որ իրականում դու ինքդ լավ ընկեր ես, այդ պատճառով դու հիշենք բումերանգի օրենքը եւ պատասխանը ստանում ես այն, ինչ որ որոշակի ժամանակ առաջ կամ թեկուզ ներկայում դու տվել ես իրենց։ Բնականաբար ինձ թվում է, եթե ես շատ վատ մարդ լինեի, կարող շատ քիչ մարդ կողքս լիներ, եսի վատ մարդի կողքս կլինեի։ Վատ, հա, ինչքան դու վատն ես, այդքան մենակ ես մնում, տենց է ձևը։ Եվ ինչքան դու այսպիսի լավ ես ու ամեն ինչ անում ես մարդկանց համար, ինչքան ունես, ինչ կարաս անես, նույն եռապատիկ դու ստանում ես, այդպես է։ Ճիշտ, դու արտաքինից մշտապես վառ ես, ուրախ, ես այս 14 տարիների ընթացքում երբ քեզ հարցազրույցի եմ կանչել ժամանակ առ ժամանակ, քեզ երբեք տխուր չեմ տեսել։ Իրականում դու ներքուստ այդպիսին ես,
Թե լինում են պահեր, որ լինում են։ Սա պարզապես լինում է դիմակ, որով դու ներկայանում ես։ Դե այս կա այդպիսի բան, որ դիմակը կա բոլորիս մոտ, ճիշտն ասած, բայց ոչ թե խաբում ես դու, ուրիշ ես ձևացնում քեզ, կա դիմակ ուրիշ ձևի, չէ՞, մարդը շատ վատնա, բայց ձևացնում որ ինքը շատ լավն է, քեզ սիրում է, այդ դիմակի մասին չեմ ասում, այլ երբ որ դու տխուր ես, օրինակ ես տենց է, այդպես եմ, եթե ես տխուր եմ, ես չեմ ցույց տալի իմ էմոցիաները ուրիշներին, որ իրանց տրամադրությունը չփչացնեմ, իմաստ չկա, ինչի համար։ Ասում самый грустный человек это клоун, չէ՞։ Ասում ամենա տխուր մարդն է, էլի, ծաղրածուն։ Էտա։ Եվ տխրությունը մոտ միշտ կա ներսը, բայց ես ցույց չեմ տալի։ Տունը մեկ-մեկ գալի, եթե ես միշտ մենակ եմ մնում, կատվից հետ։ Մեկ-մեկ գալիս է տխրությունը, բայց ես ասում եմ, ստոպ, գնացինք, ուրիշ բան եմ ասում, մտածում ու փոխում եմ, դաժե ինքս ինձ հետ։ Թեկուս ինքս ինձ հետ։ Ինչու վախենում ես հենց այդ չեմ ուզում այդ էմոցիաները գան, իմ մոտ որ գալիս է։ Ես միշտ պահում եմ, տենց մենակ այս վերջին ծրագրում չկարողացա, ուզում էի պահել, չկարողացա։ Կարծում եմ թեման այնպիսին էր, որ մի փոքր անհնար էր պահել։ Ոչ կարողացա։ Ջուս, սովորաբար ասում են, որ մենք երեխա ենք այնքան ժամանակ, մինչև մեր ծնողները ողջ են։ Մայրիկի մահից հետո առաջին անգամ երբ հասկացար, որ դու էլ երեխա չես։ Ալսի իրականում ես չեմ հասկացել, որ ես երեխա չեմ, որովհետև ես միջև մա երեխա եմ, չգիտեմ ինչի։ Ինձ մոտ կա տենց փոքրուց սենց միամիտ բաներ ունեմ ես։ Դրա համար երևի ես ոչ թե փոխվել եմ, դարձել եմ մեծ սենց ծանր կին, չկա տենց նույն ձև եմ մնացել, ուղղակի ավելի խելացի եմ դարձել, ավելի զգում եմ, որ պահին ինչ կարելի է անել կամ ինչ որ սենց մի խոսքով ավելի ճիշտ եմ ամեն ինչ գնահատում, քան ես առաջ էի գնահատում սիտուացիաները եւ պահերը։ Իսկ եթե խոսենք ավելի ինքնուրույն լինելու մասին, նախկինում կար մայրիկը որոշակի առումով խնդիրները լուծում էր մայրիկը տանը, եթե այդ տեսանկյունից նայես, երբ գնում ես տուն ու դու մենակ ես, երբևէ եղել է որ մտածես ու հասկանաս, որ դու վախենում ես հենց այդ մենակությունից։ Առաջ տենց մտածում եմ, որ վախենում եմ մենակությունից, բայց հետո ես մտածեցի, որ մարդը մենակ սնվում է, մենակ է գնում է, մեկա։ Մենակ դու պետք է քեզ ներդաշնակ զգաս։ Մենակությունը լավ բան է, այսինքն լիքը բաներ դու սկսում ես հասկանալ։ Ճիշտ մտածել, որտեղ ինչ անես եւ ոնց դու դառնաս ավելի լավը։ Դա մենակության մեջ ես դու արդեն ամեն ինչ առաջ տանում, այսինքն դու դառնում ես ավելի խելացի, երբ որ մնում ես մենակ։ Ու ամեն ինչ կազմակերպված վատ եւ այլն։ Հա, դա շատ լավ բան է։ Երբ որ դու լինում ես մենակ ու միշտ վատ բաներ ես մտածում, դեպրեսիա ես սկսում, դա սխալ է։ Դու պետք է դա քեզնից հանես, դեպրեսիա պետք չի։ Միշտ դու քեզ պետք է հանես, դա ճիշտ է, իմ մոտ եղել է, որ դեպրեսիայի մեջ եմ, բայց ես ինքս ինձ հանել եմ արագի մեջ։ Դրա համար մենակությունը լավ բան է։ Օրինակ ես հանգստանում եմ, որ մենակ եմ։ Ինձ լավ եմ զգում, միշտ ուրախ եմ զգում, կատուսել մոտս, սա ամեն ինչը ինձ մոտ ամեն ինչ նամակրում է, չէ, ասում են աուրան, տան եւ այլն եւ տենց ուրախանում ենք, ես ու ինքը տունը տենց վազվզում, ասում եմ մեկը ինձ տենա, էլ ես կատվիս հետ վազվզում եմ, տանով մեկը։
Ջուս մեր նախկին հարցազրույցների ժամանակ, երբ խոսում էինք քո անձնական կյանքի մասին, դու մշտապես թվարկում էիր այն բոլոր հատկանիշները, բնավորության գծերը, որը պետք է ունենար քո կողքի տղամարդը։ Անհաջող փորձերից հետո արդյոք դու մինչ այսօր չես գտել այն միակին, ով համապատասխանում էր քո թվարկած հատկանիշներին։ Ես միշտ հիշում եմ, թե դու ինչ ոգևորությամբ էիր թվարկում եւ պարտադիր պետք է այսպես լինի, պարտադիր պետք է այնպես լինի։ Իրականում միգուցե այդ պարտադիրները այսօր չկան եւ չես վախենում, որ չեն էլ լինի։ Այսինքն հայացքի փոփոխություն չես ցանկանում անել։ Դե ես միշտ ասում եմ տղամարդը ինչի՞ մա պետք է լինի շիկա կապուտաչիա բոյով, չէ։ Այն որ ասում եմ պրեսով, լավ պրեսով, սպորտային կառուցվածքով, առատաձեռն, այն ինչքան բան եմ համեկայացած, բիզնեսմեն եւ առատաձեռն եւ հումորով ու ով լսում ասում ջանս դու 10 տղամարդու ես թվարկելու չկա տենց իրականում այո ամեն ինչը մեկու մեջ չկա այդ շամպուն է չի էլի ասես два բադո չկա 7-ը մեկում չկա ասում տարբեր բաներ մեկ Լիլիթ Կարապետյանը որ մենք միշտ իրար հետ ենք աշխատում եւ այլն ասում ասից կարող է բանել այս պրեսը մոռացել էլի Գոլե պրեսը Օրիքինի, բայց լավը լինի ասում։ Ջուս եւ հաղորդման վերջում ուզում եմ իմանալ, թե որն է քեզ համար բացարձակ արժեք։ Լայն, հասկացողությունը։ Լայն, բացարձակ արժեք։ Մարդ մնալը, բացարձակ արժեք։ Պետք է մարդը միշտ ցանկացած պահերին մնա մարդ։ Դա ամենակարևորն է։ Եվ ամենաոչ տարածվածը։ Այ ճիշտ։ Ուղղակի պետք է ուղեղ ունենան մարդիկ, որ հասկանան ոնց ապրեն, որ լինեն մարդ, որ վերջում մարդիկ ասեն ինչ լավ մարդ էր։ Հաստատ։ Շնորհակալ եմ գալու համար, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար եւ քո այսքան դրական աուրայի համար։ Բայց ելի շատ շնորհակալ, ելի կտեսնվենք։ Շնորհակալ եմ։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։